Հիմա Փաշինյանի թիմակիցն է քննադատում այն եւ ինչ եք ուզում, դուք եք ստորագրել փաստաթուղթը։ Համաձայն չես այդ փաստաթղթը։ Դուրս արի այդ թիմից։ Հայաստանում իրար հերթ չտալով Ալիևի փոխարեն երաշխիքներ են տալի մեր հանրությանը։ Ալիևին, Էրդողանին կամ մնացածին որևիցե մի այլ երկրի ձեռ չի տալի, որ այստեղ անկախ Հայաստան լինի։ Մինչև այդ ասում են Արցախը հանձնեք, հանգիստ ապրենք, հանձնել եք, հանգիստ ապրում եք, չենք ապրում։ Ծառայությունը պիտի լինի ամենապատվաբեր բանը։ Այսինքն հայրենիքին մատուցած ծառայությունը, այսինքն մարդուն տրված է 2 տարի ժամանակ, որ ինքը գնա իր ծառայությունը տանի, իր մասով իր երկիրը պաշտպանի, ինքը պետք է գնա։ Վարչապետ Փաշինյանին առհասարակ հետաքրքիր չէ, թե Արցախում մեկ ինչ են թողել, եթե իրեն մի քիչ հետաքրքիր ներ, ինքը չէր թողնի, որպեսզի Արցախը հայաթափվեր ու այդ ամեն ինչը հանձնվեր Ադրբեջանին ու Ադրբեջանը որոշեր իր հայեցողությամբ ինչն է քանդում, ինչն է թողնում։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ։ Մարտական եղբայրության ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մասի Շիրոյանի հետ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Շաբաթվա գլխավոր թեման կարծես թե Ջեյդի Վենսի այցն էր տարածաշրջան։ Այս շաբաթ հիմնական քաղաքական թեման Ջեյդի Վենսի այցն էր եւ նաեւ երկրորդ թեման էլ կար, որը ներքաղաքական էր, բայց այս պայն անդրադառնամ այդ Ջեյդի Վենսի կատարած այցին, երկու այց եղավ, այսինքն Հայաստան եւ Ադրբեջան հաջորդականությամբ ու Հայաստանում կնքվեցին որոշ պայմանագրեր, որոնք որ առաջին հայացքից թվում են թե հոյակապ պայմանագրեր են։ Ինչքանով են դրանք հաջող պայմանագրեր կամ ինչքանով են դրանք անհաջող պայմանագրեր, այս պահին դժվար է կանխատեսումներ անել, այսինքն որպեսզի դուրս չգա, որ մենք սուրճի բաժակ ենք նայում եւ ամեն ինչը որ կատարվում է այսօրվա իշխանությունների ձեռքով տեղի անտեղի փորձ ենք նկատել, որովհետեւ երկու կողմ կար, այսինքն ամերիկյան կողմը կար, երկու կարևոր պայմանագիր եղավ, մեկը այն էր, որ 11 միլիոն դոլարի ԱԹՍ-ների պայմանագիր կնքվեց։ Հիմա տարբեր քննարկումներ կան, օրինակ մեր ներքին այդ դաշտում, քաղաքական դաշտում քննարկում է, որ միգուցե ավելի լավ կլիներ 11 միլիոնը տրամադրվեր մեր ներքին արտադրողներին, բայց սրա այլ կողմն էլ կա, մեդալի այլ կողմն էլ կա, քանի որ մենք գիտենք, որ տեխնոլոգիաների հարցում ԱՄՆ-ն առաջատար երկիրն է այսօր աշխարհում, միգուցե ինքը 11 միլիոնի պայմանագիր, այսինքն 11 միլիոնի ԱԹՍ մատակարարվելու Հայաստան, բայց հնարավոր է նաև այնպիսի ԱԹՍ-ներ, որոնց տեխնոլոգիաները այս պահին մենք չունենք։ Ու դա կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի մեր ԱԹՍ արտադրող ընկերությունները օգտվեն այդ տեխնոլոգիաներից։ Մեր պետությունը ու մեր ղեկավարությունը ինչքանով դրանք կնպաստեն, այստեղ խիստ կասկածելի է, որ մեր իշխանությունները, այսօրվա իշխանությունները հնարավորություն կտան մեր ԱԹՍ արտադրող ընկերություններին օգտվել, փորձել իրենց ունեցած ավելի զարգացնել, սա կասկածելի է, այսինքն իմիտացիա անել, որ այո, մենք ընդունում ենք ձեր տեխնոլոգիական աջակցությունը Հայաստանի, դա անում են, շարունակությունը մեծ հարցեր առաջացնում, որովհետև մինչև էս էլ բազմաթիվ երկրներ, Ֆրանսիայից, Հնդկաստանից մեզ մատակարարվել են որոշակի տեխնիկական միջոցներ, որոնց շարունակությունը թե մեր արտադրողները ինչքանով են դրանից օգտվել, մեծ հարց է առաջացնում։ Ամենայն հավանականությամբ կամ չեն օգտվել մեր տեղի արտադրողները, կամ էլ եթե օգտվել են շատ թույլ ու վատ ձևով։ Վարչապետ Փաշինյանը հավանաբար նաև այս այցի արդյունքները հաշվի առնելով ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ զոհերի եւ զոհողությունների գնով այժմ սկսել է շարժվել դեպի աշխարհի կենտրոն։ Մենք իսկապես շարժում ենք դեպի աշխարհի կենտրոն։ Այս էլ է իրականում մանիպուլյացիա։ Առհասարակ այս մեր տարածաշրջանը ու Հայաստանն էլ իր հերթին ինքը միշտ էլ եղել է աշխարհի այդ կարևոր կոմունիկացիաների կենտրոնում։ Մենք պատմության դասագրքերից բազմաթիվ անգամներ երեխա ժամանակում սովորել ենք, որ Հայաստանը միշտ գտնվել է գերտերությունների այդ վեճի առարկա եղել, այդ կիզակենտրոնում է գտնվել, անդադ պատերազմներ եղել է, տարածքով ճանապարհներ կառուցել հետ կապված ու որպես այդպեսին, այո, աշխարհի կենտրոնն է, ոչ միայն Հայաստան, այլ ընդհանուր տարածաշրջանը։ Փաշինյանը փորձում է այլ խոսույթ իրականում փակել, որը որ իրականության տաղերք չունի։ Ինքը, քանի որ սովետական միության ժամանակ կամ ռուսական կայսրության ժամանակ կամ Օսմանյան կայսրության ժամանակ Հայաստանին անվանել են տվյալ կայսրությունների համար ծայրագավառ, ինքը այս խոսույթն է փորձում իբր թե ծածկել, բայց այդ խոսույթը վաղուց էլ գոյություն չունի, քանի որ մենք ունենք անկախ պետություն ու նորից հետ գնալ, նորից սովետական միությանը հիշատակում անել կամ, չգիտեմ, ավելի հին բաների հիշատակում անել, ու իբր թե ծայրագավառ ենք հիմա աշխարհի կենտրոն ենք դառնում, սա պոպուլիզմ է ու անբովանդակ հայտարարություններ են, անբովանդակ, որովհետև իրականությունն այն է, որ այո,
մեր տարածաշրջանը շատ կարևոր տարածաշրջան, թե Հայաստանը, թե Վրաստանը, թե Իրանը, թե Ադրբեջանն ու Թուրքիան, այս տարածաշրջանը Եվրոպան ու Ասիան կապող հանգույցն է։ Հանգույցներից մեկն է, այսինքն կա այլ ճանապարհներ նույնպես, բայց սա կարևոր ճանապարհներից մեկն է, որը հազարամյակներով է եղել այս տարածաշրջանը ու այնպես է խոսում իբր թե նոր մարտցամաք է հայտնաբերել։ Ակնհայտ բաները հայտարարելով ինքը իրեն փորձում է ավելի խելացի ցույց տալ, ավելի նոր բան առաջարկող ցույց տալ, ինչը բացահայտն է ուղղակի շեշտում ասենք։ Օրերս Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրականում լավ գործում փաստաթուղթ է եւ իրականում ընդունակ է տարածաշրջանի կոմունիկացիաների հարցը լուծել։ Սրանի պատասխան, բնականաբար հերակա պատասխան, Արսեն Թորոսյանն ասում է, որ մենք տեսնում ենք նոյեմբերի 9-ի կետերի շարունակական չկատարում մյուս կողմերի կողմից։ Այս այն եզակի դեպքերից է, երբ Արսեն Թորոսյանը հաստատ ճիշտ է ասում։ Բայց ինչու այս մասին չհնչեցվեց Ալեն Սիմոնյանի Ռուսաստանում գտնվելու ժամանակ, չէ՞ որ նրանք նույն կուսակցությունից են եւ ընդհանուր առմամբ նույն տեսակետն ունեն։ Փորձենք հասկանալ ով է Արսեն Թորոսյանը։ Ինքը այս պահին սոցիալ նախարարն է։ Սոցիալ նախարարին չի վերաբերվում արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերը քննարկել, ինքը ուղղակի այս հայտարարությունը որ անում է, հերթական ուղղակի չինովնիկի հայտարարություն է։ Իսկ որտեղ որ բանակցությունները տեղի ունեն, այսինքն արտաքին գործերի նախարարը կամ ազգային ժողովի նախագահան, ռեալ ովքեր որ այդ հարցերով են զբաղվում, կամ վարչապետը, կամ փոխվարչապետերը, օրինակ Մհերի Գրիգորյանը եւ Տիգրան Խաչատրյանը, այդ մարդիկ նման հայտարարություններ չունեն, այսինքն Արսեն Թորոսյանի հայտարարությունը իրական ներքին լսարանի համար է։ Իսկ ինչ վերաբերվում է, որ այդ փաստաթուղթը չի գործում, այդ փաստաթղթի կետերը չեն գործում, Արսեն Թորոսյանը այնպես այդ ամենը շեշտում, կարծես թե մենք ենք այդ նոյեմբերի 9-ը ստորագրել ու մենք չենք հրաժարվում այդ նոյեմբերի 9-ից։ Այդ իրենց պաշտելի առաջնորդն է նոյեմբերի 9-ը ստորագրել, Վոժդը ստորագրել է ու այդ ստորագրությամբ նաև հանձնել է Արցախի անվտանգությունը ապահովող տարածքները, այսինքն Քարվաճառը եւ Բերձորը, որոնց պատճառով Արցախը հայտնվեց, այդ հանձնելու պատճառով հայտնվեց շրջափակման մեջ, այնուհետև հայաթափվեց, այդ պայմանագրով է եղել։ Ու ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, որին այսօր հողում են անում նախկին իշխանությունները, այսինքն բոլորով պաշտպանում են Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը։ Սրա մասին մենք այնքան ենք խոսել։ Մարտական եղբայրության միաբանությունը անընդհատ հայտարարություններ են, անընդհատ բարձրաձայնել, որ նոյեմբերի 9-ը Հայաստանի համար դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է եղել ու դրա տակ ստորագրել է Փաշինյանը։ Ու Փաշինյանին իբր թե դիմադիրները քննադատում են այդ փաստաթուղթը։ Նույնն էլ հիմա Փաշինյանի թիմակիցն է քննադատում, այն եւ ինչ եք ուզում, դուք եք ստորագրել փաստաթուղթը։ Համաձայն չես այդ փաստաթղթը, դուրս արի այդ թիմից։ Դուք դրա քաղաքական պատասխանատուն եք։ Ուղիղ նույն Արսեն Թորոսյանը ինքը ուղիղ պատասխանատու է, որովհետև ինքը այն կառավարության մասն է եղել ու հիմա էլ շարունակում է լինել, որը որ ստորագրել է փաստաթուղթը, ինչից է բողոքում։ Ու քիչ չի ստորագրել է, քիչ չի զիջումների է գնացել այդ փաստաթղթով, մի բան դեռ շարունակում է այդ փաստաթուղթը գործող պահել, այսինքն Հայաստանի Հանրապետությունը շարունակում է իր ստորագրությունը պահել ու պարտավորվել է ու չի հրաժարվում իր պարտավորվածություններից, որ պետք է ռուսական կողմին հանձնի միջանցք նոյեմբերի 9-րդ կետով մենք միջանցք ենք հանձնելու նաև Ռուսաստանին։ Ըստ էության մնացել է մեկ կետ, որ կկատարվի կամ չի կատարվի եւ միակ կետն է, որն էս կախված է ու այս կետից չեն հրաժարվում մարդիկ։ Մենք սրա մասն ենք անընդհատ խոսում։ Նոյեմբերի 9-ի շարունակությունն էլ օգոստոսի 8-ն է։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթն էլ մի միջանցք տվել են ԱՄՆ-ին։ Միգուցե ԱՄՆ-ին չեն տվել միջազգային, ասեմ, որ սա էլ է շատ ոնց որ մանիպուլացվում, իրականում տվել են ամերիկյան մասնավոր ընկերության, հա Թրամփն է դրա հովանավոր է եղել, խավոր է եղել, բայց ԱՄՆ կոնգրեսը չի հաստատել։ Այսինքն հաջորդ ԱՄՆ իշխանությունները կարող են ասել մենք դրա հետ կապ չունենք առհասարակ, որը ամերիկյան որևէ ընկերության պայմանագիր է կնքել, իսկ դա լրջություն չունի։ Մենք որպես պետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մենք դրա համար պարտավորություններ չենք վերցրել։ Մեր նախագահան եղել է որպես վկա, ամերիկյան կողմը այդ փաստաթղթերի շուրջ կողմ չի, ինքը ուղղակի վկայի կարգավիճակ ունի, իսկ կոնգրեսը չի հաստատել, իսկ քանի դեռ կոնգրեսը այդ ամեն ինչը հավանության չի տալիս, այդ փաստաթղթերը առ ոչինչ են ԱՄՆ-ի համար։ Այսինքն եթե իրենց պետք լինի ինչ-որ մի փուլում, օրինակ ռազմական ներկայություն ապահովեն, իրենք կարող են դրանից բռնվել, փորձել ասել ամերիկյան կապիտալ կա, մենք դրա համար գալիս ենք պաշտպանելու, բայց որպես պետություն իրենք պարտավորություն չունեն։ Այսինքն
հայեցողական վիճակ կարող է լինել իրենք կամ կմասնակցեն կամ չմասնակցի ու սրանով անվտանգություն չի ապահովում։ Սա էլ է փուչիկ այն, որ մեր հանրությանը փորձում են ներկայացնել, որ իբր թե ԱՄՆ-ն այստեղ է հայտնվել ու դրա համար հիմա Ադրբեջանը ոչինչ չի անում, ԱՄՆ-ի ազդեցությունը կա, որ Ադրբեջանի Իսպանիան իրեն ագրեսիվ չի պահում, բայց դա կայուն չէ, դա շատ հեղեղուկ վիճակ է ու ցանկացած բանի կարող է իրավիճակ փոխվել։ ԱՄՆ կոնգրեսը առհասարակ կապ չունի այս փաստաթղթի հետ, ուղղակի ԱՄՆ նախագահը որպես վկա հանդես է եկել այդ Հայաստան-Ադրբեջան երկկողմ փաստաթղթերի հետ կնքմանը, նախաստորագրմանը, խաղաղության նախաստորագրմանը, ճանապարհների ապաշրջափակմանը։ Սեփական քաղաքական նախաձեռնությամբ ասում։ Իմիջիայլոց ոչ թե ճանապարհների ապաշրջափակմանը, այլ Ադրբեջան անխոչնդոտ այս ճանապարհ տրամադրելուն, այսինքն միջանցք տրամադրելուն։ Մեր քաղաքական գործիչներն էլ շեշտեցին, որ հնարավոր է լինի թվային ինչ որ ճանաչման համակարգ, որտեղ մարդ չի լինի, որը կստոգի ադրբեջանցիների փաստաթղթերը կամ բեռները։ Հենց այդ թվայինները տենց կլինեն ադրբեջանցիների տեսքով ուղղակի մարդիկ, ովքեր որ կվերահսկեն։ Դուք շեշտեցիք, որ ռուսական կողմին ճանապարհ է խոստացվել նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Մեզ փորձում են ներկայացնել, որ թրիփը իրականում նոյեմբերի 9-ի փաստաթղթի փոփոխությունն է, այսինքն այլևս թրիփն է եւ չկա նոյեմբերի 9-ի փաստաթղթը։ Հիմա այս թրիփով ճանապարհը որ տրվի եւ Ալեն Սիմոնյանն էլ ամեն շաբաթ շեշտում է, այս շաբաթ եւս իմիջիայլոց շեշտել է, որ ինքը չի պատկերացնում Ռուսաստանի մասնակցությունը այս գործընթացին։ Ինչ է ստացվում է, որ մեկ այլ ճանապարհ կարող է Ռուսաստանին տրամադրվել։ Միգուցե մեկ այլ ճանապարհ տրամադրվի։ Իմիջիայլոց իշխանությունների շատ սերտ կանգնած մարդ կա Արսենը Խարատյան, որը որ հանրային եթերում հայտարարում էր, ասում էր, ով ասել, որ մի միջանցք պետք է լինի, ինքը հայտարարում էր, որ միգուցե մի քանի միջանցք են մենակ Չինաստանն էլ առանձին միջանցք են տալիս։ Սրանք ուղղակի հայտարարություններ չեն, այսինքն մենք գիտենք, որ դրանք պատահական մարդիկ չեն, Արսեն Խարատյանը Փաշինյանի խորհրդականն էր, երբ որ նոր հեղափոխություն տեղի ունեցել։ Ու սերտ կանգնած մարդիկ են ու այդ մարդիկ երբ որ նման բաներ են հայտարարում, այսինքն իրենց ներսի խոսակցությունները փորձում են քիչ-քիչ հանրայնացնել։ Հիմա կլինի համատեղ, կլինի առանձին, իրենք կբողոքեն, կասեն մենք չենք ուզում, չենք ցանկանում։ Դրանք ամբողջը կեղծ բաներ են։ Իրականությունն է, որ մենք ունենք ստորագրված փաստաթղթեր, ու քանի դեռ շարունակում ենք մասը կազմել այդ ստորագրված փաստաթղթերի, դա պետք է իրականացնել այսօրվա իշխանությունները։ Օրինակ մենք, որպես մարտական եղբայրություն միաբանություն եւ մեր կուսակցության գաղափարների մեջ, ծրագրերի մեջ, ազգային հեղափոխություն կուսակցության ծրագրերի մեջ նշված է, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի Հայաստանը որևէ երկիր ունենա անխոչնդոտ ճանապարհ։ Հայաստանը պիտի լինի ինքնիշխան ազատ հանրապետություն, ու որևիցե մի երկիր, կլինի դա գերտերություն, կլինի հարևան պետություն, իրավունք չունի մեր երկրով անխոչնդոտ ճանապարհ գնալու։ Բացարձակ։ Իսկ դա խաղաղության մեր օրակարգին չի հակասում։ Դա առհասարակ խաղաղության կամ պատերազմի հետ որևէ աղերս չունի։ Բացարձակ, այսինքն, երբ որ դու քո ինքնիշխանությունը պահում ես, հակառակ այդ դեպքում դու կարող ես լինել ավելի խաղաղ պայմաններում։ Ու ոչ թե խաղաղ պայմաններում, այլ անվտանգ։ Մենք ասում ենք, այդ խաղաղություն կոչվածը կեղծ օրակարգ է։ Իրենց ասած խաղաղությանը մենք հակադրվում ենք, ասում ենք, մենք օրինակ խաղաղություն չենք առաջարկում, որովհետև դա մեզնից կախված չի։ Խաղաղության համար առնվազն երկու կողմ է պետք, եթե ոչ ավել կողմեր։ Մենք կարող ենք խոսել մեր տեղը, այսինքն Հայաստանի Հանրապետության, երբ որ մենք լինենք իշխանություն, մենք կարող ենք ասել մենք ինչ կարող ենք առաջարկել։ Մենք կարող ենք առաջարկել անվտանգություն, ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ու նրա քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում գործող օբյեկտները, տարբեր ռազմավարական նշանակության մնացած ամեն ինչ համակարգերը գործեն անվտանգ։ Խաղաղ կլինի, խաղաղ չի լինի, դա մեզնից կախված չի։ Այնպես չի, որ մենք ենք պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ ու հիմա մենք պետք է գնանք խաղաղության։ Այս խաբեություն է։ Հայաստանում իրար հերթ չտալով Ալիևի փոխարեն երաշխիքներ են տալի մեր հանրությանը։ Ընկերներ, դուք ինչպես եք անում այդ ամեն ինչը։ Ոնց այդքան ինքնավստահություն ունեք ու ոնց եք Ալիևի փոխարեն կարողանում ասել խաղաղություն է լինելու։ Աբսուրդ է, մանկապարտեզ է, խեղճատակություն է, չգիտեմ։ Բոլորը ասում են խաղաղությունը կլինի։ Դուք եք կռիվը սկսել, որ դուք եք խաղաղություն առաջարկում։ Դերյանք ասում են այնքան կզիջենք, մինչև որ մարդկանց ախորժակը փակվի։ Չի փակվելու։
Ալիևին, Էրդողանին կամ մնացածին որևիցե մի այլ երկրի ձեռ չի տալի, որ այստեղ անկախ Հայաստան լինի։ Չեն հասկանում, մինչև այդ ասում են Արցախը հանձնեք, հանգիստ ապրենք, հանձնել եք, հանգիստ ապրում եք, չենք ապրում։ Պահանջներն անընդհատ են։ Որ ասում են կեղծ է այդ ամեն ինչը, հաջորդը գալու են Սյունիքի հետևից, գալու են Հայաստանի Հանրապետության հետևից առհասարակ։ Ասում են գույները խտացնում եք, չի լինելու այդ ամեն ինչը։ Լավագույն տարբերակը անվտանգության, դա դիմադրություն ցույց տալն է, դա թշնամու տախորժակը չբավարարելն է։ Այսինքն թող գնա ինքը մտածի։ Զինծառայությունից խուսափել ցանկացող երիտասարդները այսուհետև կարող են վճարել 15 միլիոն դրամ եւ չծառայել բանակում։ Հիմա պարտադիր զինվորական ծառայություն ունեցող պետության մեջ սա որևէ վտանգ չի պարունակում սոցիալական արդարության զգացման եւ այլն։ Սա մի քանի կոմպոնենտ ունի։ Նախ Ընդդեմ շեշտեմ, որ ներեցեք մի քանի փաթեթ կա, 6 ամիս ծառայում ես մի գումար ես վճարում, ընդհանրապես ես ծառայում այս գումարն ես վճարում։ տարիֆներ են գործում բանակից ազատվելու։ Ես էլ ասեմ, որ մեր պետությունը հակառակ տրամաբանությամբ է գնում։ Այսինքն նորմալ բնականon ընթացքին լրիվ հակառակ է գնում։ Մենք որպեսզի կարողանանք զենք բռնել, որպեսզի կարողանանք գնալ ծառայության, որպեսզի կարողանանք ինքներս մեր երկիրը պաշտպանենք, սրա համար դարերով կռիվ ենք արել։ Երբ որ հայերը ապրում են Օսմանյան կայսրությունում, Պարսկական կայսրությունում, Ռուսական կայսրությունում, հայերն արգելված էր զենք բռնել։ Մենք ստեղծել ենք անկախ պետություն, ստեղծել ենք բանակ, որպեսզի գնանք ծառայենք, տիրապետենք զենքին, զինամթերքին, կարողանանք դրանց հետ վարվել, կարողանանք մեր երկիրը պաշտպանել ինքներս մեզնով։ Հիմա բոլոր հնարավոր պայմանները ստեղծում են, որպեսզի մարդիկ ընտրեն չծառայելը։ Ու սա պետական մակարդակով է արվում, խրախուսվում է։ Բոլորը դրանց քննարկում են, այս կետներ լավ են, կետներ վատ, չգիտեմ, ես չեմ ցանկանում մանրամասն դետալների մեջ խորանալ։ Ամբողջի մեջ երբ որ նայում ենք, այսինքն ծառայության ժամկետ են կրճատում, նման հնարավորություններ են տրվում, մինչդեռ պետք է հակառակն անեն։ Ոգևորեին մարդկանց, ասեն, պետք է գնալ ծառայել, պետք է կարողանալ պաշտպանել սեփականը։ Դա պատվաբեր գործ է, դա լավ բան է։ Ոչ թե փորձեն հեղինակազրկել, անընդհատ վատ լույսի ներքո ներկայացնել, ու մենք տեսել ենք տարիներ շարունակ բանակին վարկաբեկող բազմաթիվ հականներ, լրատվականներ, թե ինչպես են բանակին ներկայացրել, որ դա չարիք է, դա վատ տեղ է, վատ բան է, ու մարդկանց հիմա էլ հաջորդն են տալիս, այսինքն գումարը տվեք, մի ծառայեք, այդ վատ տեղը մի գնացեք։ Այնինչ բանակը վատ տեղ չի։ Ներեցեք, բայց հնարավոր չէ բանակը բարելավել, որպեսզի ցանկանան գնալ, այլ ոչ թե ցանկացած համակարգ միշտ պետք է բարելավել։ Իսկ երբ որ ասում են բանակը վատն է, բանակի վարք ու բարքը, այս երբ որ շատ լսած կլեք, չէ՞, որ ասում են բանակում վատ վարք ու բարք է տիրում։ Այնպես են ասում, կարծես երկրում նման վարք ու բարք գոյություն չունի, դպրոցներում չկա այդ վարք ու բարքը, համալսարաններում չկա, միայն բանակում կա։ Վիճակագրությունները նայեք, բանակում տարիներ շարունակ ինչքան մահացության դեպքեր են եղել, ինչքան, չգիտեմ, վիճաբանություններ են եղել, թվերով նայեք, ու տեսեք բանակից դուրս ինչքան են եղել։ Համեմատելը չի, ասինքն բանակում այդ թվերը միշտ ավելի նվազ են եղել, որովհետև ավելի շատ են վերահսկողության տակ եղել, ավելի կազմակերպված է եղել։ Ու դա սուտ է, երբ որ ասում են բանակը վատ է եղել, շատ վատ էր, այսինքն քաղաքացիական կյանքում մարդիկ ավելի ապահով էին, իսկ բանակում վտանգները շատ էին։ Դա էլ էր կեղծ օրակարգեր, կեղծ խոսակցություններ են եղել, ու դրա համար ոչ մեկ չի պատժվել, ոչ մեկ իր արած հայտարարությունների, ոչ մեկ իր ստեղծած նյութերի համար պատասխան չի տվել։ Չեն կանչել ասել ինչի ես ամեն ինչն անում։ Համալսարաններում մենք ինչքան ենք լսել թե սպանության դեպքեր, թե կռիվների դեպքեր, դպրոցներում, գյուղերում, քաղաքներում։ Ինչքան դեպքեր կան, երբ որ վթարներ են տեղում, մարդիկ են մահանում, հա։ Այսինքն երբ որ նայում ենք թվերով, չէ, բանակը ոչ վտանգավոր տեղ է եղել, ոչ վատ տեղ է եղել։ Նույնն է եղել, ուղղակի ավելի կազմակերպված է եղել ի տարբերություն մնացած տեղերի։ Ֆինանսների նախարարությունում ամեն ինչ նորմալ է եղել։ Գյուղնախարարությունում ամեն ինչ նորմալ է եղել, միայն պաշտպանության նախարարությունն է խնդիր եղել։ Ոստիկանությունում ամեն ինչ նորմալ է եղել, հա։ Մենք ինչքան դեպքեր գիտենք, երբ որ մարդկանց խոշտանգել են նույն ոստիկանական համակարգում կամ մեկը մյուսին հենց նույն ոստիկաններն են իրար մեջ խնդիրներ ունեցել։ Այսինքն այս համակարգը նորմալ է, միայն բանակներ այդպես խնդիր առաջացնում։ Ու դրա համար պետք է խրախուսել, նոր օրենքներ մտածել, ստեղծել, հորինել, որ մարդկանց աջակցենք բանակից ազատվելու։ Ու ասեմ ավելին, երբ որ մենք եղանք իշխանության, մենք
փոխելու ենք այս օրենքները, այսինքն խրախուսելու ենք ծառայությունը, հանելու ենք բոլոր արտոնությունները, որ մարդիկ չեն ծառայելու։ Ծառայությունը պիտի լինի ամենապատվաբեր բանը։ Այսինքն հայրենիքին մատուցած ծառայությունը, այսինքն մարդուն տրված է 2 տարի ժամանակ, որ ինքը գնա իր ծառայությունը տանի, իր մասով իր երկիրը պաշտպանի, ինքը պետք է գնա։ Ոչ մեկ պարտավոր չի մեկը մյուսի անվտանգությունը ապահովի։ Ծառայությունների տարբերակներ կարելի է մտածել ավելի էֆեկտիվ դարձնել, ով որտեղ կարող է ծառայություն տանել, ով ինչ ծառայություն կարող է տանել։ 21-րդ դարում այդ համակարգերը մեզ հնարավորություն են տալի թե գիտելիքների բազայով, քանի որ 21-րդ դարի բանակներ են այլ կոնցեպտով, այսինքն լեգիոններ չեն, որ շարժվում են հռոմեական լեգիոններով, բոլորը գնում են ուղիղ մարտի դաշտ։ Այսօր հնարավորություններ կա կաբինետներում նստած մի քանի կնոպկեքով հարցեր լուծելու կամ, չգիտեմ, վերլուծություններ անելու, խորքային կերպով ուսումնասիրելու հակառակորդին։ Դրանք ամբողջը պետք է արվի։ Ու երբ որ մենք ասում ենք բոլորը պետք է ծառայեն, ամեն մեկը ամենաէֆեկտիվ կերպով պետք է ծառայի։ Սա պետք է լինի Հայաստանի համար 21-րդ դարի բանակում բոլորը պետք է մասնակից լինեն։ Այսինքն, եթե հաշմանդամություն ունեն, իրենց համար համապատասխան ծառայությունը պետք է մշակվի։ Պարտադիր չի, որ մարդը առավոտից իրիկու զորավարությունների մասնակցի։ Ամեն մեկը իր տեղում պետք է իր ծառայությունը տանի, ու դա պետք է լինի պատվաբեր, մարդը պետք է ձգտի։ Ոչ թե լինի միայն անվտանգություն սպառող, այլ անվտանգություն ստեղծող էլ պետք է լինի։ Մենք երբ որ բոլորս մասը դառնանք այդ անվտանգության ստեղծմանը, Հայաստանի Հանրապետությունը իսկապես կլինի ամենաանվտանգ պետությունը։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից հեռանալուց հետո X հարթակում թողել էր գրություն, որ ինքը գնաց եւ ծաղիկներ դրեց ցեղասպանության հուշամալերին։ Եվ այնուհետև նա ջնջել էր այդ հաղորդագրությունը եւ փոխել այն։ Ուղղակի նշել էր, որ իր ստորագրությունը թողեց հյուրերի մատյանում։ Սա ինչ է, իրականում Թուրքիա եւ Ադրբեջանի կարծիքի առավել գնահատում, թե այլ պատճառներ կան։ Միգուցե նա պարզապես սխալվել էր։ Ես չեմ կարող մեկնաբանել, հասկանալ, թե ինչ է կատարում Վենսի գլխում կամ դա նախապես ծրագրված է եղել, թե հետագայում այդ ամեն ինչ փոփոխության ենթարկվել, որովհետեւ Վենսը Հայաստանում հայերին հաջող բան արեց, գնաց Ադրբեջան, Ադրբեջանին հաջող բան արեց, Ստեյնը արդեն փոխեց։ Դե մարդիկ սկզբում ուրախացել են, հետո եղել է, հանգամանք փաստն է, որ եղել է այդ ամեն ինչը, ինքը այդ հրապարակումն արել է, ու հայերը դրանից ողջևորվել են։ Հետագայում հայերը հիասթափել են, որովհետեւ ջնջել է, բայց մենք դրա մասին ենք անդադ խոսում, որ ողջևորվել կամ հիասթափել պետք չի։ Պետք է հենվել սեփական ուժերի վրա, այսինքն մենք անդադ սպասում ենք, որ ինչ-որ մեկը դրսից կգա ու մեր համար լավ կլինի։ Չի լինելու։ Մի փոքր հանգամանք ներեցեք ավելացնենք, որ հայ պաշտոնյաներից որևէ մեկը նրան չէր ուղեկցում, սովորաբար այդպիսի պաշտոնյաներին ուղեկցում են։ Դե քանի որ մեր այսօրվա իշխանությունները ամեն կերպ փորձում են մտնել այդ թուրքական գծի մեջ ու մոռացության տալ այդ ամենը, իրենք չեն էլ գնալու, իրենք մենք տեսել ենք, քանդել են, չեն կառուցում այդ հուշահամալիրը։ Մի մասը քանդել են, ես ինքս գնացել եմ տեսել եմ, մի մասը քանդած է, ու դա պետք է նոյեմբերին արդեն վերջացած լինեն, աշխատանքները վերջացած չի։ Կառուցում են այնպես, ինչպես կառուցում են Աջափնյակի մետրոն կամ այլ ծրագրեր ինչ որ ներկայացնում են, բայց չեն անում։ Կամ նույն վիճակն ինչ որ այսօր քաղաքում է տիրում, ճանապարհը չի մնացել, այսինքն ամեն տարի իրենք ասֆալտ են անում, չի մնացել։ Էդ էլ առհասարակ քանդել են, ու իրենց պետք է քանդած մնա, որովհետև իրենք ցանկություն չունեն դա կառուցելու։ Եթե ցանկություն ունեն, դա 20 օրվա հարց էր այդ ամբողջը քանդել, նորից հավաքել։ Արտադրության նախարար Սերժ Բույգալյանն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը քրեորեն չի հետապնդվում խոսքի ազատության իրավունքը իրացնելիս։ Ի պատասխան նրան ասացին, որ ընդդիմությունը այլ կարծիք ունի այս հարցի շուրջ, նաև հավանաբար դուք այլ կարծիք ունեք։ Նա ասում է, որ ընդդիմադիրների կարծիքը այս հարցի շուրջ իրեն առանձնապես չի հետաքրքրում։ Մի կողմ թողնենք, թե ընդդիմադիրներն են ճիշտ, թե ինքն է ճիշտ, սա արդյոք նախարարի կողմից ասվող արտահայտությունը կարելի է նման արտահայտություններ ընդունել, բա որ ընդդիմադիրը մի հատ ճիշտ բան ասի, կարող է ընդդիմադիր եղավ բանը, ինչ որ ճիշտ բան է ասում։ Դե ինքը ուղղակի ցույց է տալիս, թե ինչպես են իրենք իրենց թիմի ներսում պայմանավորել, որ իրենք թքած պետք է ունենան առհասարակ ընդդիմություն կամ քաղաքացիներ ուղղակի մարդիկ, ովքեր որ որոշ տեղերում կարող է իրենց համակիրներն ուղղակի որոշ տեղերում համակարծիք չեն իրենց հետ, բայց մարդիկ ինչ որ բան կասեն, իրենք թքած ունեն այդ ամեն ինչի վրա։ Եկեք ամեն դեպքում շեշտենք առաջին մասին։ Իսկ հալածյալներ, հա, իրենց խոսքի համար որ մարդիկ հալածվում են, մենք դա ամեն օր ենք տեսնում։ Միքայել Սրբազանը հենց դրա համար դատապարտվել է 2.5 տարի ազատազրկման։ Սրանից ավել
Ինչ պետք է։ Ասում եմ միայն այն դեպքերում են հետապնդում, երբ հանցակազմ կա նրանց։ Ինչ հանցակազմ։ Բռնության կոչեր ասում են մարդիկ։ Բլոգերները Նարեկը եւ Վազգենը, հա։ Իրենք նույնպես խոսքի համար են նստած։ Ու ոչ ավելի կոշտ խոսք են արտահայտում, քան այս պահին իշխանության ներկայացուցիչները։ Քան պատերով տալ ասելը, հա։ Ծեփել, ոտերը ջարդել, չգիտեմ, դոմփել։ Այս մարդիկ եթե իրավապահ համակարգը նորմալ է աշխատում ու բոլորի մոտ օրենքը հավասար է գործում, իրենք պետք է ձերբակալեին բազմաթիվ մարդկանց նույն կերպ, սկսած իրենց վարչապետից։ Բոլորի ջարդելու մեջ հանցակազմ չկա, քաղաքացուն բռնում են այժմ նախագահան թքում եմ։ Դե իր կարծիքով չկա հանցակազմ հավանաբար դրա մեջ։ Արագածոտնի եւ Շիրակի թեմերի առաջնորդների կալանքի ձևը փոխվեց եւ նրանք այսուհետեւ տնային կալանքի տակ կլինեն։ Սա մեղմացում է դատարանի կողմից, թե ուղղակի միջոցների խնայում է, որն է սրա պատճառը։ Սա ուղղակի իրենց համար տակտիկական խոդ է, նախընտրական փուլում տակտիկական քայլ է։ Իրենք մի փոքր ինչ մեղմացնում են այն մարդկանց շուրջ պատիժները, ում շուրջ աղմուկն ավելի մեծ է։ Ու փորձում են մեղմել, այսինքն ասում են մենք ընդառաջ ենք գնում, մենք հասկանանք ինչ է կատարվում, այդ մարդիկ մեկ այլի կալանքի տակ են, իրենք ազատությունից զրկված են։ Այնպես չէ որ Միքայել Սրբազանյանն նեղվում մեր բանտի պատերից հիմա տան ավելի լավ է զգում այդ մարդը մենակ ապրող մարդ է։ Կուսակրոն քահանա է, որ միայնակ է, ասենք ինքը իր մոտ դրանից ոչինչ չի փոխվում։ ԱՄՆ փոխնախագահի եւ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած համանadrերում կարծես թե թարգմանության սխալ կար, հանրությանը սխալ էր ներկայացվել, որ 9 միլիարդ դոլարի ներդրում պետք է ստացվի Հայաստանում։ Մի փոքր կմեկնաբանեք սա։ Իրականում ես չեմ կարծում, որ դա ուղղակի սխալ էր։ Իրենք դա քաղաքական տեխնոլոգիա օգտագործեցին, այսինքն առաջի հայտարարությունը միշտ ավելի լավ է տարածվում, հետո հերքումները մարդիկ մոռանում են։ Ու թիվը բավականին մեծ թվի մասն է խոսք գնում 9 միլիարդ դոլարի, այսինքն 4 միլիարդ եւ 5 միլիարդ դա հաջորդական process-ներ պետք է տեղ ունենան։ Իրենք ներկայացրեցին, որ ԱՄՆ-ն 9 միլիարդ դոլարի ներդրումներ է կատարելու, բոլորը դրա մասին սկսեցին խոսել, աղմուկ բարձրացավ, ուրախություն, մեծ ողջավորություն, հետո հասկացան, որ այդ 9 միլիարդ դոլարը պետք է Հայաստանը վճարի։ Ու Հայաստանը պետք է վճարի, որպեսզի ԱՄՆ-ից ինչ-որ բաներ ստանա, այսինքն մոդուլային ատոմակայան կամ չգիտեմ, այլ ոլորտներում ներդրումներ, բայց մենք պետք է ամերիկյան ընկերություններին վճարենք, որպեսզի ամերիկյան ընկերությունները, չգիտեմ, Հայաստան ինչ-որ բան տան։ Սա ինչքանով է լավ, ինչքանով է վատ, մենք չգիտենք, այսինքն ես չեմ կարող ուղղակի մատից հոտ քաշելով եզրակացություն անել, ասել այ շատ վատ է կամ շատ լավ է, հոյակապ ձեռքբերում է, բայց որ բազմաթիվ մութ կետեր կան ու մեզ նորմալ չի լուսաբանում, մի մոտ կասկած է առաջացնում բնականից, որ անհասկանալի գործարքներ են կնքվում։ Հատկապես ինչու իրենց կողմից չպարզաբանվեց հետագայում։ Այստեղ ավելի վտանգավոր կետը, որ շեշտը դրվում է մոդուլային ատոմակայանների ստեղծման, այսինքն Հայաստանը պետք է անցում կատարի մոդուլային ատոմակայանների։ Աշխարհում որևիցե երկիր անցում չի կատարել մոդուլային ատոմակայանների, աշխարհը այս պայն փորձարկումներ են տեղ ունենում մոդուլային ատոմակայանների հետ կապված, հաջողված փորձ, որ այս պայն օգտագործում են ռուսական փորձն է։ Մենք սիրում ենք ռուսներին, չենք սիրում, իրենց մոտ է ստացվել, որ իրենց հյուսիսային հատվածներում օգտագործում են մի կայան ընդամենը, որ հաջողված փորձ է, որոշակի հաջողված փորձ ունի Չինաստանը, բայց դեռ փորձարկումների փուլում է, իսկ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք նորմալ ատոմակայան, այնպիսին, ինչպիսին այս պայն մեծամորում է, բարձ ձևով ասեմ մեզ լսողներին, մեզ պետք է ոչ թե մոդուլային, այլ այնպիսի ատոմակայան, ինչպիսին մեծամորի ատոմակայանն է, ու ավելի մեծ հզորության ատոմակայան է մեզ հարկավոր։ Մենք պետք է ունենանք էներգետիկ անվտանգություն, մեզ պետք է նման ատոմակայան, ասեմ ավելին, եթե մեկ օր մենք մնացինք առանց ատոմակայան, մենք էլ երբեք չենք վերադառնա այդ ակումբ, որտեղ որ շատ սահմանափակ թվով երկրներ մասնակից, այսինքն աշխարհում շատ քիչ երկրներ ունեն ատոմակայաններ, մեկը Հայաստանն է։ Մենք ամեն ինչ պետք է անենք մինչև այս մեր ատոմակայանի շահագործման ժամկետի ավարտը ունենանք արդեն նոր շահագործվող արդեն ատոմակայան, ամեն ինչ պետք է անենք ու կապ չունի թե դա որ երկրից կգա, Չինաստանից կգա, Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից կամ Ֆրանսիայից, մեզ դա քիչ պետք է տակրկրի, այսինքն մեր հիմնական խնդիրը պետք է լինի, որ մենք այդ ակումբից դուրս չմնանք, մենք շարունակենք լինել միջուկային էներգիա արտադրող երկիր։ Սա պետք է լինի Հայաստանի Հանրապետության թեկուզ հաջորդ իշխանությունները կգան, մյուսը կգան, բոլոր իշխանությունների համար սա պետք է լինի համար մեկ խնդիրը,
որովհետև ստեյց է նաև գալիս մեր անվտանգությունը։ Ադրբեջանը ունի նավթ, գազ, մենք ունենք ատոմակայան։ Մենք էլ ենք էներգիա արտադրող երկիր ու այն սահմանափակ երկրներից ենք, ովքեր որ տիրապետում են նման էներգիայի։ Դե վարչապետն ասում է, որ մեր էներգետիկ անվտանգության համար մենք միավորվելու ենք մեր ցանցերը եւ Ադրբեջանի ցանցերը միասին, միգուցե դա է մեր անվտանգության երաշխիքը։ Սրա մասին ենք խոսել, տեսել ենք սովետական միության ժամանակ այդ ցանցերը մեկ էր։ Ու երբ որ սովետական միությունը փլուզվեց, մենք փաստի առաջ կանգնեցինք, մութ ու ցուրտ էր, վատ տարիներ էր։ Նաև դրա պատճառով է եղել, երբ որ ցանցերը մեկ են եղել, մենք պետք է ինքներս էներգիա արտադրող լինենք ու արտահանող։ Հայ եթե Ադրբեջանը մեզնից կախված լինի էներգետիկ առումով, դա լրիվ այլ բան է, բայց այս պահին Փաշինյանի բոլոր քայլերը այն են, որ մենք փորձելու ենք էներգիա ներմուծող երկիր դառնալ, ոչ թե արտահանող։ Հայաստանի Հանրապետությունում տաղանդավոր արտաքին գործերի նախարարների պակաս երբևէ չի զգացվել, ինչ որ պատճառով նրանք իրենց պաշտոնավարման ընթացքում լուր են կամ իրենց սխալների պատճառով մենք վնասներ ենք կրում քաղաքական, բայց պաշտոնից հեռանալուց հետո ավելի ակտիվ են ու ագին տարօրինակ բաներ են ասում։ Արա Այվազյանն ասում է, որ մենք պետք է ձգտենք միանալ Իրանի եւ Ռուսաստանի հետ եւ ստեղծենք անվտանգային եռանկյունի։ Ավելի լավ չէ մենք հեռու մնանք մեծ պետությունների պայքարից, հատկապես հաշվի առնելով, թե որքան մոտ է Իրանը նոր պատերազմին եւ որքան մոտ է Ռուսաստանը ավելի մեծ հռչակատմանը։ Նախ հիշեցնենք մեզ լսողներին, Արա Այվազյանը Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատում էր արտաքին գործերի նախարար։ Դե ասեցի, ես չեմ կարող այդպիսի ստոր գործերի մասնակցեմ, ես գնում եմ։ Բայց մասնակցել է։ Ինքը մասնակիցն է եղել։ Արա Այվազյանը այն մարդն է, ով ասում եմ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատել է արտաքին գործերի նախարար։ Սա դնում ենք մի կողմ։ Ինքը այս պայն հայտարարություններ է անում, որը որ մեծ հաշվով էլի սուրճի բաժակ նայողի նման է, այսինքն լավ լինենք սրա հետ, մեկ էլ էս մյուսի հետ։ Թե դրանից ինչ է բխելու, ինչ ենք մենք շահելու, ինչ ենք կորցնելու։ Մենք բոլորի հետ կարող ենք ինչ-որ գործընկերային հարաբերություններ ունենալ։ Բոլորի։ Բայց մինչև այդ մենք պետք է ունենանք անվտանգություն։ Բայց եռանկյուններին մասնակցելուց մի քիչ զգուշ պետք չի լինի։ Չենք էլ ուզում եռանկյունների մասնակցենք, բայց բոլորի հետ կարող ենք գործընկերային հարաբերություններ ստեղծել։ Բայց մինչև պետք է ապահովենք մեր երկրի անվտանգությունը, որպեսզի մենք էլ կողմ լինենք, ոչ թե մենք ուղղակի դիտորդի դերում լինենք, մեր հաշվին մարդիկ ինչ-որ պայմանագրեր կնքեն, ինչ-որ ճանապարհներ բացեն, աջձախ, վերև ներքև գնան, մենք ուղղակի նստենք նայենք, թե ով ոնց է իր շահը սպասարկում, անտեսելով հայկական շահը։ Դրա համար պետք է ուժ ցույց տալ, դրա համար պետք է անվտանգություն ապահովել, դրա համար պետք է ձգտել անկախության։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում անկախության դեմ պատերազմ։ Մենք անկախությունը պահողներն ենք, իսկ այն մարդիկ, ովքեր որ կողմ են միջանցքին, անխոչընդոտ ճանապարհին, օգոստոսի 8-ի այդ համաձայնագրին, նոյեմբերի 9-ի համաձայնագրին, այս մարդիկ բոլորով, ովքեր որ այս նշվածս կետերին կողմ են, իրենք պայքարում են Հայաստանի Հանրապետության անկախության դեմ, հետևաբար եւ անվտանգության դեմ։ Եթե մենք չունեցանք անկախություն կամ անկախության նվազում եղավ, ինչպես եւ Արցախի նշաձողներն իջեցնում, մենք հաջորդիվ չենք ունենալու անվտանգություն եւ չենք ունենալու այդ իրենց ասած խաղաղություն, այսինքն մենք խաղաղասեղանին դրել ենք Հայաստանի Հանրապետության անկախությունը ու հետեւաբար անվտանգությունը։ Բոլորով են այս ամեն ինչ անում։ Նոր սահմանադրության համար են լավ հողնախ պատրաստում։ Դրա համար ընտրություններին մասնակցելուց, եթե մենք ընտրություններին մասնակցենք, կարողանանք գրանցել մեր կուսակցությունը, իմիջայլոց մեզ լսողներին եւ դիտողներին կոչ եմ անում, խնդրում եմ, համեցեք, զանգեք, գրանցվեք մարտական եղբայրություն միաբանության կողմից ստեղծվելիք ազգային հեղափոխություն կուսակցությանը, մասը կազմեք, որպեսզի կարողանանք այդ 300 թիվը ապահովել, որովհետեւ օրենքն է պահանջում, որպեսզի կարողանանք մինչև մարտի 20-ը թղթերը հանձնել եւ տալ գրանցման, որպեսզի կարողանանք մասնակցել ընտրությանը։ Մեզ անդադ հարցնում են, թե դուք մասնակցելու եք ընտրությանը, եթե մասնակցել եք, մենք ձեզ կընտրենք կամ ձեր կողքը կլինենք։ Հարգելի հայրենակիցներ, մինչև մասնակցելը մեզ հարկավոր է, որպեսզի կուսակցությունը կարողանանք գրանցել։ Այդ գրանցելու համար 300 թիվը պարտադիր է, 300 հիմնադիր անդամներ։ Ու մեր համակիրներից է բազմաթիվ մարդիկ ասում են, մենք ձեզ ցայն կտանք, բայց կուսակցական չենք ցանկանում դառնալ։ Այլ տարբերակ չկա, եթե չեք ցանկանում,
Մենք էլ ենք դուրս մնալու։ Դրա համար խնդրում ենք, որ եկեք մասնակցեք։ Շատ բան չի գնալու դες այս մի ստորագրություն անձնագրի պատճեն ուղակի։ Մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունը վերցնել, պատրաստ ենք պայքարը տանել, անկախ ամեն ինչից։ Եթե չհաջողվի էլ գրանցել կուսակցությունը, շարունակելու ենք մեր գործունեությունը, շարունակելու ենք պայքարը, որովհետև սա Հայաստանի անկախության համար մղվող պայքար է։ Ու մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանի անկախությունը լինի հավիտենական, այսինքն ընդհատում չլինի, կործանում չլինի, ձգտելու ենք, կանգնելու ենք դրա համար։ Ապացուցել ենք մեր անցած ճանապարհով, մեր կենսագրություններով։ Այստեղ մենք հավաքվել ենք այնպիսի մարդկանց, ովքեր որ ամենադժվարին պահերին եղել են ամենաթեժ տեղերում, թե քաղաքական առումով, թե ռազմական առումով։ Այս մարդիկ անկախության մարդիկներն են։ Ու դուք էլ, ովքեր որ մեր համակիրներ եք, մեր համակարծիք եք, միացեք, եղեք անկախության մարդիկներ։ Վարչապետ Փաշինյանն անհանգստացած է դրոշների եւ պետական խորհրդանիշների պահպանությամբ, ասում է լավ չեք հետևում։ Ասում է միտեղ կարող է տանեն, տնկեն, մոռանան, որ կպատրվի, թե չի պատրվի։ Հիմա վարչապետ Փաշինյանը Արցախում մեր թողած մշակութային ժառանգության պահպանությամբ նույնքան անհանգստացած է ձեր կարծիքով։ Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանն առհասարակ հետաքրքիր չէ, թե Արցախում մեկ ինչ են թողել, եթե իրեն մի քիչ հետաքրքիր լիներ, ինքը չէր թողնի, որպեսզի Արցախը հայաթափվեր ու այդ ամեն ինչը հանձնվեր Ադրբեջանին ու Ադրբեջանը որոշեր իր հայեցողությամբ ինչն է քանդում, ինչն է թողնում։ Մեծ հաշվով ինքը հայկական հետքայիններից մաքրում է։ Իսկ պետական խորհրդանիշներից ինքը երբ խոսում է, ինքը աղերս չունի այդ պետական խորհրդանիշների հետ։ Դա էլ է պոպուլիզմը, ինքը փորձում է ուշադրություն շեղել, անընդհատ ինչ-որ ակտիվություն պահել իր անձի շուրջ, որ իրեն չմոռանան։ Ինքը զուտ այդ խնդիրն է լուծում։ Մի օր դրոշից կխոսի, մի օր, չգիտեմ, դհոլից կխոսի, մի օր։ Բայց մարդն ասում է, որ Հայաստանը հենց Հայաստանի Հանրապետությունն է։ Կարող է ճիշտ ասում։ Մարդն ասում է, որ իրական Հայաստանը դա սովետական Հայաստանն է։ Իր ասածը հետևյալն է, որ իրական Հայաստանը դա սովետական Հայաստանն է։ Ու կապ չունի, որ իր հարևաններից ու թշնամին, հիմնական թշնամին չի ճանաչում իրեն այսպիսին։ Տարածքային պահանջներ ունի։ Ինքը փոխանակ դրանից օգտվի ու հակառակն ինքը ներկայացնի։ Ինքը գնում է Իլհամի խաղով։ Ես լուրջ չեմ վերաբերում իր որևիցե ասածին։ Ու մեծ հույսեր ունեմ, որ սա իր վերջին հարարն է, այսինքն ինքը էլ գոյություն չունենալու որպես պետական պաշտոնյա։ Մեծ հույսեր եմ տածում, որ շատ շուտով մենք չենք ունենալու Փաշինյան ու ՔՊ Հայաստանի որևէ պաշտոնում։ Այսինքն սկզբում համապետական ընտրություններում, այնուհետև թիմ ընտրություններում այդ մարդիկ բոլորը հերթով դուրս են գալու։ Սա իրենց վերջի սկիզբն է։ Հերթականությամբ դրանից հետո իրենք հայտնվելու են համապատասխան վայրերում, պատիժներ են կրելու։ Չգիտեմ, ես լավատես եմ։ Այս շաբաթ այսքանը, հաջողություն։